Քեֆո հյուրանոցի հիմնադրման նպատակը զբոսաշրջիկին միայն կեցության հարմարավետ պայմաններ առաջարկելը չէ։ Հյուրանոցի ծրագրում ընդգրկված է նաև էկոտուրիզմի եւ ագրոտուրիզմի զարգացմանը միտված աշխատանքներ։ Հյուրանոց այցելող զբոսաշրջիկն այստեղ կարող է ականատես լինել հայկական լավաշի եւ լորվա անուշահամ մրգերից չրերի պատրաստման գործին։ Կազմակերպվելու են նաև քայլարշավներ, իսկ հյուրանոցի խոհանոցում կարող են ուտեստներ պատրաստել նաև հենց իրենք զբոսաշրջիկները։ Մենք աշխատողներով կպատրաստենք, բայց կլինեն նաև առաջարկություններ, ցանկացողները կմասնակցեն այդ պատրաստման process-ին եւ մենք կարող ենք նաեւ ոչ թե կարող ենք, այլ պարտավոր ենք անել խոհանոցում master class տարբերակով պատրաստվող այդ մրցույթը, որ ես ինքս որպես խոհարար պատրաստեմ եւ մրցույթ կազմակերպենք սիրողական ով որ կկամենա, ասենք տուրիստներից պատրաստի կամ հենց այդ երեկոն այդ ընթրիքին իրենց պատրաստած կերակրատեսակները մենք էլ իրանց հետ համտեսենք։ Հյուրանոցի ճաշարանում մեծ կիրառություն կունենան լորվա ավանդական ուտեստները։ Հյուրանոցի տնօրեն Արմեն Քեֆիլյանն արդեն 14 տարի աշխատում է туриզմի ոլորտում ու գիտի, որ զբոսաշրջիկին առաջին հերթին գրավում է տվյալ երկրի նիստուկացը ավանդական խոհանոցը։ Նրանց շատ դուր է գալի մեր հայկական ճաշատեսակները եւ ամեն տեղի իր ոճով պատրաստված, ասենք լոռում լինի մեր լորվա խորովածը, Սևանում լինի իշխան սիգը, Սյունիքում լինի թոնրի մեջ պատրաստված քյաբաբը եւ այլ այդտենց տեղերում, Ղարաբաղում հատուկ իրանց շենգալով հացը։ Մենք բացի մեր պատմահուշակոթողներից պետքա սիրել տանք մեր երկրի ժողովրդին, մեր ավանդույթները պետքա ճանաչել տանք, պետքա մեր պապերից եկած այն կերակրատեսակները, որը որ հիմա գրեթե մոռացված են, դուրս հանել, բերել եւ մեր տուրիստներին, ինչքան որ մեր եկեղեցիներն են հին, այնքան էլ մեր հին ավանդական ճաշատեսակները բերենք, սիրել տանք մեր ժողովրդին իրենց։ Հյուրանոցն ակտիվ համագործակցելու է նաև հայկական խոհարարական ավանդույթների զարգացման եւ պահպանման հասարակական կազմակերպության հետ, որը զբաղվում է հայկական ավանդական, սակայն մոռացված ուտեստների վերականգնմամբ։ Այստեղ մենք նորություն չենք անել, մենք հավաքելու ենք ուղակի գյուղ առ գյուղ, տուն առ տուն գնալու ենք, հավաքելու ենք եւ տիպիկ այս վայրին բնորոշ խոհանոցը, որը կա, մի քիչ միգուցե մշակումների արդյունքում ունենալու ենք ներկայանալի խոհանոց։ Իսկ ազգային խոհանոցը ընդհանրապես բնակելիական պայմանների անմիջական արտացոլանքն է, այնպես որ նոր բան չենք հորինելու։ Մենք հավաքելու ենք ուղղակի, հավաքագրելու ենք, նոր տեսք ենք տալու ու տրամադրելու ենք նաև Արմենին, ինչու՞ չէ, բոլորին նաև, բոլորին։ Այնպես որ մենք սատար ենք կանգնելու։ Մենք օգնելու ենք բոլորին այն մարդկանց Արմենի նման, ովքեր ուզում են իրենց աշխատանքով մեր երկիրը ներկայանալի դարձնել։ Մեզ համար շատ կարևոր է դա։ Հյուրանոցի բացման հանդիսավոր արարողությանը ներկային բազմաթիվ հյուրեր մայրաքաղաքից, խոհարարներ, туриզմի ոլորտի մասնագետներ։ Ելույթներից հետո տեղի ունեցավ հյուրանոցի բացման արարողությունն ու Հաղպատի հոգևոր առաջնորդը կատարեց տնօրեն ներքի կարգ։ Հաղպատ գյուղում վերջին 5 տարում մեծ թափով զարգանում է զբոսաշրջության ոլորտը, գյուղի ապագան գյուղապետը եւս կապում է այս ոլորտի զարգացման հետ։ Վերջին տարիներին պետական միջոցներից զգալի միջոցներ են ուղղվում ճանապարհների բարեկարգման, լուսավորության ավելացման ուղղությամբ։ Տուրիստական կենտրոն դարձնելու համար մենք բավականին մեծ աշխատանքներ ենք արել, ուրեմն այս 4 տարվա մեջ գյուղում տեղադրվել է 85 գիշերային լույսեր, այսինքն որպեսզի տուրիստները կարողանան երեկոյան դուրս գան քայլեն։ Աղբանությունը մեր մոտ կատարվում է քաղաքի նման ու աղբար գրադրած։ Այժմ Հաղպատում 2 գործող հյուրանոց եւ 20-ից ավելի հյուրատներ կան։ Իրագործվում են ծրագրեր նոր հյուրատների ստեղծման ուղղությամբ։ Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարության զբոսաշրջության վարչության պետը նշում է, որ Հայաստանում զբոսաշրջությունը դինամիկ զարգացող ճյուղ է։ Այս առումով մեկնարկային էր 2000 թվականը։ 2000 թվականի համեմատ 2012 թվականին Հայաստան ժամանող զբոսաշրջիկների թիվը 18 անգամ ավելացել է։ Միջին տարեկանաճը կազմում է 20-ից 25%։ Համաշխարհային զբոսաշրջային այցելությունները անկում ապրեցին մոտ 4%, Հայաստանում նույնիսկ աճ ունեցանք, թեև ավելի փոքր 3%, բայց ունեցանք։ Արդեն ետճգնաժամային տարիները մենք արդեն տարեկան 10 եւ ավելի տոկոսով արդյունք ենք ունենում։ Զարգանում են ենթակառուցվածքները, հաճախ այսպիսի հրաշալի նախաձեռնությունների առիթով մենք ականատես ենք լինում այսպիսի նախաձեռնություններին, մեզ մոտ այո դրական առումով
լուրջ ձեռքբերումներ ունենք։ Հաղպատ այցելած զբոսաշրջիկներն իրենց հետ նաև իրենց երկրի մշակույթն են բերում, ինչն էլ իհարկե նաև ազդել է տեղացիների կենսամակարդակի բարձրացման վրա։ Իսկ ընդհանուր, այսինքն դարվա ընթացքում թե կա փոփոխություն, թե չկա, շատ տանտաղ։ Գա, չկա չեմ կարող ասել, գա, բայց տանտաղ է, համընթաց է։ Տանտաղ են քայլերը եւ Թաստիարակության բագաս է, թե չէ, այդ էլ չեմ կարող ասել, որովհետև շատ ենք փորձում, այցելում մեզ դուները, խոսում մեզ այս է անի, քիչ է հետաքրքրությունը, բայց Փառք Աստուծո փոքրերի մեջ կոնե սկսած է զարգանալ։ Խոհարար Էդգար Վարդանյանը Թումանյան քաղաքից է։ Մինչև Քեֆո հյուրանոց տեղափոխվելն աշխատել է Թուֆենկյան Դիլիջան հոթել հյուրանոցներում։ Հյուրանոցային բիզնեսում աշխատում է արդեն 10 տարի։ Ասում է, զբոսաշրջիկին գրավում է նաև հայկական հյուրասիրությունը։ Տարբեր խոհանոցներ են լինելու, սկսած ասենք եւ մեր ավանդական եւ լորվա խոհարարական նոր, ասենք ճաշատեսակներից սկսած ու կլինեն անպայման նորամուծություններ եւ եվրոպական եւ մնացած այլ։ Հյուրանոցային համալիրում արդեն պատրաստ են հյուրընկալել առաջին հյուրերին։ Ասում են Հաղպատում զբոսաշրջային շրջանը սովորաբար մեկնարկում է ապրիլից։ Մերի Կոլոլյան, Արման Տիտանյան, լուրեր։